Փաշինյանը հիմա էլ Գորիսում է, դուք որպես Գորիսի բնակիչ, ինչ մտահոգություններ, ինչ անհանգստություն, ինչ խնդիրներ ունեք, որ կուզեիք փոխանցել վարչապետին։ Ժողովուրդը խաղաղ ապրի ջիգեր։ Ժողովուրդը խաղաղ ապրի, մի քիչ բարեկեցիկ լինեք, ես ինչ իմանամ, էլ ինչ ասեմ։ Ժողովրդի գումարը բավարարի առևտուր անեն մի քիչ Բավարարում։ Դե չի բավարարում ջիգեր։ Ասում են 10,000 դրամով բարձրացնում ենք։ Բայց 10,000-ը ինչ դառնող է, եթե հոսանքը, եթե ես պլիտան միացնում եք ամիսը 30,000 գնում է, ինչով կարելի է, բա ինչ ուտեք։ Մի քիչ բարելավ է էլի, դե ոչինչ կամաց կինի, 10-ը հետո կբարձրացնի էլի, բան չունեմ ասելու, բայց է վատ էլ չի, ոչինչ։ Երեխաները լավ լինեն, սպանությունները կանխեն ավելի շատ, վախեն մեզ թե դուրս գաս, այն օրը ով էր ասում, դռները պինդ փակի, ասում, թուրքերը Գորիսում են։ Դա հարցի լուծում, բայց մենակ կնեկեմ ապրում են, այդ ձևի որ վախեցնում են, հետո բա ինչա դառնալ բալես։ Մի քիչ բարելավի, բարեկեցիկ ապրեք շատ լավ կինի։ Ճիշտ է, որոշ բաներ արել է, դժգոհ չէ, բայց էլի անելու բան կա, էլի կամաց կլինի, ինչ ասեմ Բալաշյանի մատաղ։ Նաև օրակարգը ասում են խաղաղությունն է, եթե իրենք ընտրվեն խաղաղություն կլինի, եթե չէ, այս մասով Ես դա չեմ հավատում։ Ինչին չեք հավատում։ Որովհետև չեմ հավատում, ոչ թե դու վախեցնում ես, թե ինչ։ Եթե ընտրվելու լինես, ընտրվելու ես բալաս, եթե ընտրվելու լինես, իմ սիրտը, եթե կամենա քեզ, ես ոչ մեկի կարծիքը չեմ հարցնի, կգնամ կընտրեմ։ Ոչ թե եթե ինքը ընտրվի խաղաղություն լինելու, եթե ինքը չլինի պատերազմը։ Դա ասելու խոսք չէ։ Դες ինչու է նման հայտարարություն անում։ Ես հենց դա ես էլ եմ զարմանում, որ այդպիսի հայտարարություն գնում ժողովրդի մեջ։ Ժողովուրդն է վախվորած վիճակում սկանդալներ է սարքում։ Այսինքն հատուկ է ասում Նիկոլ Փաշինյանը այդպես, որ գնան եւ իրեն ընտրեն։ Ես չեմ կարող ասեմ, միգուցե ինչ ասեմ, բայց ես չեմ պատկերացնում էլի որ չեմ պատկերացնում, որ զուտ դրա համար պիտի իրան ընտրեմ, որ խաղաղություն լինի։ Չէ, իմ սիրտը թելադրին անել ընտրելու եմ։ Ոշխադի, բայց պատարես թանկությունը իժինցնի, տանգա։ Ինչն է տան։ Հասա, բանա, մի քիչ իժինցնի էլի, հատ շատ է թանկ, դուրնս չի պատում արնեք։ Փաշինյանից գոհ եք։ Չէ։ Ինչու։ Փոքր բիզնեսը։ Մի քիչ տեսնել եք ծախում, որ հացի փողարնիկ տանեք։ Ասում է Երևանից հարկային է եկել այստեղ շրջում է մեկ էլ խոճապի բանտված փախեք անում։ Բախում եք գած շտրապ անեմ։ Դա դեմ ասում։ Փոխանցեցեք վարչապետին ասեք որ փոքր բիզնեսի մի քիչ ուշադրություն դարձնեք։ Ախր օրեր անստում եք 200 դրամ մեր հաց առնեք։ Մասկիա, մայկայա, ռուսիկա, էտա տանք ծախում, իշքի էտել չինում է, էտել չինում, ախր չի կարելի, ուզում եք պատար ապրեք հինի, թորնիկ ունեն։ Ովքեր են ասում գալիս են, դուք անում են հարկային։ Այս քանի օրին եկել են, Երևանից մարդա եկել։ Եկելա լեհա իմенно հեսե այս խանութները մտել են, ասма это ցուցակները, դա պարտքի ցուցակները տվեցի, պարտքի ցուցակ հիշտան, ախր մտում էլ չեն, որ առևտուր արի, թող մտնեն։ Պարտքի ցուցակները ինչի համար են պահանջում։ Ասма տեսնակ հյուր ես պարտկովան տվալ, ճիշտ ես ասում, հասխալ։ Էտա։ Ուզում եք հանդիպել իրեն։ Ոչ։ Ինչի։ Դե ինչ հանդիպեմ։ Չեք կիսում իր օրակարգը։ Չեմ ուզում, չէ։ Կատարվել են նրա տված խոստումները։ Չեն կատարվել։ Չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Ես որպես Սյունիք մարզից, բայց չեմ կարող, վախելով ենք ապրում։ Ինչու։ Դե արդեն որ հողատարածքները տված ամեն ինչը մենք էլ վախում ենք։ Ամեն ինչից վախում ենք։ Այ չէ՞ք ուզենա ձեզնից մի քանի քայլ հեռավորության վրա չէ՞ք ուզենա մոտենալ եւ այդ ձեր մտահոգությունը անձամբ Նիկոլ Փաշինյանին ասել։ Չէ։